Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձրդասանի երեխաների եւ ուսանողների հետ։ Այսօրվա հաղորդումը ես պատրաստել եմ շատ հետաքրքիր պատմական վերլուծականները եւ նոր համեմատությունները, որը ձեր համար շատ օգտակար կլինի։ Սկսենք շատ կարճ առաջինը։ Հայաստանից այդքան էլ դեպքեր չունեմ, մի քանի դեպք կա, որի մասին կուզեի անդրադառնալ։ Հայաստանում սպանությունները շատ անմոծավոր սրտի։ Ուրեմն իբր ինքնասպանությունագործ է Երևանամերձ Մարսիսում գտնվող Ջայլամի ֆերմայի տերը, որը իմ համար շատ զարմանալի է, իբր թե պարտքեր ունի եւ այլն ջայլաններին է սպանել եւ այլն։ Ես չեմ հավատում, քանի որ այնտեղ գրված էր, որ 25 հատ հոշոտված ջայլան կա։ Ով է հոշոտի, ոնց են արել, ինչ են ուզել անեն այդ մարդուն, ինչի են հասցրել, մա 4 միլիոն դրամ պարտքի դիմաց, ժողովուրդ ջան, 4 միլիոն դրամ պարտքի դիմաց մարդ իրան չի խփում։ Եվ այն 16 տարեկան երեխայի սպանությունը Քանաքեռ Զեյթունում, ասում է 300 մետր հեռու է գտնվել, թաղում կռիվ է եղել։ Նախարարուհի, դու ասում ես ինձից պռով չկա։ Շիշ բռնող, դու ասում ես ես գողական աշխարհը կարամ վերահսկեմ։ Ինչ տվեցին, գցեցիք ոտների, տես ինչա կատարվում։ Երիտասարդ տղա է մեռնում, երկու երեխա ծանր վիճակում են։ Ջայլամի ինքնասպանությունագործ ասում են վիճակը ծայր աստիճան ծանր է, կմահանա թե չի մահանա։ Երևանում սպանություններ, կանանց դիակներ է գտնվում փողոցներում, կենտրոնում իրար են կրակում, քանի հոգի միանգամից սպանում են, սա էլ քո եկած գործը, նախարարուհի։ Ոչե ապշելու բան է կատարվում, էլի ժողովուրդ ջան։ Փողոցներում սպանություններ, հիմա քանի էլ ասելու բան չունեն, խոդի են տալիս նախարարական թեմին, ասում են դավայ մարդկանց սպանի գոնե այդ երկու օրը յոլա գնանք, մենք ասելիք չունենք։ Ունենաք, չունենաք ասելիք, դուք շատ փոքր մարդիկ եք լինելու, որ փորձում եք Արցախի հարցը փակել, բայց չի ստացվելու, որտեղ Արցախի հարցը ի ուրախություն մեզ դա միայն Հայաստանի հարցը չի, որ դուք ուրախանաք այս հարցում։ Արցախի մեջ արդեն շատ մեծ երկրներ վաղուց ներքաշված են։ Միշտ խումբ փակեք, այս փակեք, այն փակեք, առհա կփակեք, բա չեք փակեք։ Համբերեք ամեն ինչ հերթով գալու է։ Այսօրվա հաղորդում հիմնականում ես նվիրել եմ մեր հայկական պատմական, մշակութային եւ մինչեւ այսօր եղած մասերին եւ կառավարական քաղաքական մասին, որոնք գտնվում են Իսրայել կոչված կամ Իծառայել պետության տարածքում Իծառայել հայկոսներին հայերի։ Հերթով կանրադառնամ, ամենաառաջինը, որի մասին կուզեի խոսել, սա Պապը նոր են գրում, որ սատկես։ Պապը վաղուց էր սատկես, ժողովուրդ ջան։ Պապին մի հատ փոխանակող նմանակ էին պահել, էշ խոսում էր, Պապը սատկես, նոր պապ պիտի ընտրվի։ Համել այդ պապի սատկել է, դիշ մի մեծ բանա, մի ջհուդին փոխելու է մյուս ջհուդը։ Երբ է եղել, որ Պապը հայերի հետ լինի։ Ոչ մի անգամ։ Պապը ով է, Պապը միշտ Հայաստանը քանդել է, որի մասին ես բազում անգամ ներկայացրել եմ, բազում ու էլի շարունակվում է հիմա։ Նես որ այդ հեժան ապրանքների մասին չենք խոսելու, մենք խոսելու ենք այն բաների մասին, որ հայերի մեծ մասը դեռ տեղյակ չեն, ինչա կատարվում եւ ինչի հետ է կապված Երուսաղեմի դեպքերը եւ ընդհանրապես մնացած մասը։ Նախ ամենաառաջի լուրը ասեմ ձեզ, ուրախալի լուրը, սկսելու եմ ասել ձեզ հետեւյալը։ Տեսեք։ Հիմա ամենաուժեղ բանը ինչ է։ Որ Իսրայելում հերթով գալու եմ հեսա։ Իսրայելում, հա, սկսել են արտահայտվել, թե գիտեք ինչ կա։ Մենք Իրանին մենակով չենք խփելու, հիալուրջ։ Մենակով չեք խփելու, թե ընդհանրապես չեք կարողանալու խփել։ Քանի որ Իրանը գնաց Ամերիկայից Սիրիախաղ։ Իսկ Եմենի տարածքից հուսիտները խփել են իսրայելական բազաների եւ ամերիկյան ավիանոսեցների, հա, այդ հսկայական նավերի, որի վրայից կրակում են։ Այս էլ հարցի երկրորդ մասը, հա։ Հիմա ինչ եք անում։ Փաստորեն իսրայելական հուղությունը պրավալ գնաց, հա, այդքան տարի ասում էր խփեմ Իրանին, ես կանեմ, մենք կանեմ, ջհուդական ծրագիրը փակվում է, ժողովուրդ, Իսրայելի վերացման շարունակությունը սկսվում է, կտոր։ Հիմա հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ ասել, հա, տարեք Ցիպինի աչքը կողեք, որ Զատկի տոնին քրիստոնյաների գործեն խառնվել են ոչ թե տեղի բնակիչները, այլ ջհուդ ոստիկաններ Իսրայելի։
Ջհուդը ինչ իրավունք ունի խառնվի օրինական հատկացված միջազգային պայմանագրով, նախ ինքը խախտել է միջազգային պայմանագիրը Երուսաղեմը հայտարարելով իր մայրաքաղաք, քանի որ ինքը անկախ քաղաքի կոչում ունի, մտնի գործերի մեջ խառնվի եւ այդ մասը սարքի իրենը։ Այնպես որ սրա համար էլ պատիժ է ստանալու ջհուդը։ Հա, եւ հայ ամբողջ համայնքի հանդեպ եւ մնացած քրիստոնյաների։ Հաջորդ հարցը ուրախալի լուրը նաեւ գալիս է այստեղ ուրիշ բան։ Ուրեմն ես հիմա ձեզ կներկայացնեմ Հյուսիսային Կիպրոսի դեպքերը, ինչի է այսպես եղել։ Ոչ թե կներկայացնեմ այն ինչ որ լուրն է, վերլուծական, այսինքն որ հասկանաք, որ ինչ է կատարվելու Հյուսիսային Կիպրոսում, որ այդքան ժամանակ ասում էի։ Ուրեմն Հյուսիսային Կիպրոսում հիմա Թուրքիայի օգնությամբ եւ Թուրքիայից բերած լաչակավորների օգնությամբ եւ բնականաբար զորքերի եւ իշխանության օգնությամբ փորձում են միտումնավոր կերպով ուշադիր լսեք հիմա կկապեմ Նիկոլ Փաշինյանի հետ, որը լրիվ նման է եւ ժամանակին հունական ուժերի հետ, որոնք Կիպրոսին մենակ թողեցին, որ թուրքերը գրավեն։ Հիմա Թուրքիայից հրաման են տվել, որ Կիպրոսում ցավոտ տեղին են գտնում, բոլորը պիտի լաչակ կրեք։ Այսինքն դառնակ այն ֆանատ թուրքերից։ Կիպրոսի ժողովուրդը դուրս է եկել ցույցի։ Այդ թվում նաև Թուրքիային մեղադրումա, նույնիսկ թշնամության մեջ միտումնավոր Ռահուվ Դենքթաշը, Կիպրոսի առաջի թուրքական ստեղծած այդ քոչորապետության ղեկավարի տղան, ինչպես նաև թուրքը տեղի իշխանավոր այդ արեստական ստեղծվածի ղեկավարի կինը Սիբիլը ասում է, որ ես ինչ եկեք մեզ խառնում եք, ինադու եք առնում, եւ այս բոլորի մեջ առաջինը թշնամի են համարում, տեսեք, Թուրքիայի ղեկավարությունը, երկրորդը որ այս բանը սարքեց հենց այնպես չէ, թշնամի են համարում, նայեք, ուշադիր, Ուզբեկստանին, Թուրքմենստանին եւ Ղազախստանին, որոնք համաձայնվեցին, որ Կիպրոսը չի լինելու Եվրոպայի հետ փողի խաթեր, եւ պրեզիդենտի կինը Սիբիլ Թաթարը, որ գրել է էջի մեջ ամեն ինչ, խառնվել են ժողովրդը ցույց են անում, գնացել են Թուրքիայի դեսպանին, ասել են 3 տար եղիր կամ 5 տար թուրքերեն սկսող բոլորս հասկանում ենք։ Այսպիսի գործողություններից հետո թուրքերի հերը անիծել են։ Պարզա անիծել են թուրքերի հերը։ Հիմա այնտեղ ինչ է այսպես սարքվել։ Անցնենք պատմական ու իրական համեմատություններին։ Նիկոլ Փաշինյանը Արցախի համար սարքեց Արցախը մերն է եւ վերջ, հետագայում գնաց այն գործին, որ պատերազմ սարքեց, երրորդ этаպը գնաց այն գործին, որ Արցախը մերը չի, ել չխոսեք այդ մասին։ Հիմա, քանի որ Էրդողանը, որպես ես ասել եմ, թուրք ազգի թշնամի, ոնց որ Նապոլեոնը ֆրանսիացի, ոնց որ Հիտլերը գերմանացի եւ նման Ստալինը Խորհրդային Միության թշնամի, որը սպանել էր ավելի քան 120 միլիոն մարդու, հա, սովետական միությունից նույնն սրանք ինչ են անում։ Հիմա ինչ անելու, քանի որ Կիպրոսի հարցը դրված է վզին, եւ թուրքը Էրդողանը կամ նրա նմանակը կամ մյուսը վզներից չեն գցելու էդի ոտին գցած հարց, հա, ստիպված սարքելու են իրավիճակ, թե որ դուք մեզ չեք լսում, դե գնացեք մենակ մնացեք Եվրոպայի դեմ, իսկ Եվրոպայի դեմ մենակ մնալու համար եւ գրել են, որ չեք ուզում մեր օրենքները, եկել եք կարակ գնաք, հիշեցնեմ ձեզ, որ թուրքական 40,000-ից բանակ իր ընտանիքով դա անում է սուտ գրած 300,000 իբր ապրող թուրքի, անում է 4-ով հաշվեք 160,000, այնտեղ կմնա 110-120,000, որոնք շատ մեծ արագությամբ, իմիջիալոց ասեմ ձեզ, փորձ արեցին մի անգամ բացեցին սահմանը իրար մեջ, թուրքերը փախան ու բոլոր պայմանները ընդունեցին Կիպրոսի մյուս մասի հունական, բայց Կիպրոսը պատմական հայկական հող է, այնպես որ այնտեղ հայերի հանդեպ ոչ մի բան չկա, ուղղակի հայկական հաստատությունը հետո կլինի, համբերեք հերթով ասենք։ Հիմա այստեղ պղտոր ջուր չի կարելի մտցնել, եթե որևէ մեկը լիներ Հայաստանի ղեկավարությունը, ճիշտ ինքը կկարողանար այնպես անել, որ այս հարցում հայերն է թեկուզ բարձր շահում ունենեն, բայց քանի որ ցավոք սրտի Հայաստանի 35 տարվա ղեկավարները ի սկզբանե ստեղծված են, բեղմնավորված են եղել Թուրքի եւ Ջուդի կողմից, այս մասին դեռ մենք կլռենք, բայց Կիպրոսը բուն հայկական տարածքա ոչ մեկ թող չորոշի թե հունականը կամ թուրքականը եւ այլն։ Եվ այս գործողությունների մեջ տեսեք ինչքան նմանա Արցախին։ Թողելու են մենակ, որ հունական եվրոպական կողմը մտնի, թեկուզ մի թեթև կռիվ, ՄԱԿ-ի զորքերը կկրակեն արանքը կքաշվեն, բնականաբար Կիպրոսի մյուս կողմը հանրապետության զորքերը
Ես կյանքում էլ եմ ասում, դա չեմ ասի հունական կողմը, նախ ասեմ ձեզ, որ Կիպրոսի հունախոս մասը նախ մեծ մասը անգլերեն են խոսում, եւ այդ մասի բնակչությունը ընդհանրապես կապ չունի հույն ազգի հետ, ինչպես որ Պոնտոսի հույները, որոնք կիսահայերը խառնուրդ են, 50-50 են նրանց մեջ։ Եվ Կիպրոսի բնակիչները, կիպրացիները մի քանի կրակոց կլինի, մակը զորքը կհանի, Կիպրոսը կվերականգնի, հաշվի առնելով մարդկային ռեսուրսը եւ ռազմական ռեսուրսը 12000 հիմա զորքն է, մի քանի ժամում կարող է 12000-ը դառնա 60-ից 90000։ Իսկ Թուրքիայի կողմից չսնուցվող զորքը հետո ասելու են դուք եք մեղավոր, դուք մեզ հայոյեցիք, դուք մեզ ասեցիք սա գրեք այստեղից, բառացի այդպեսի նյութերը դա ինձանից օրինված չի, կարակ բացեք թուրքական տեսնեք լրատվականը դեսպանին Թուրքիայի ներկայացուցիչին ինչ ասում են հելեք սա գրեք վերցրեք ձեր լաչակավոր փնթիների զորքն էլ հետը գնացեք այնպես որ շատ գեղեցիկ կերպով Կիպրոսն էլ ազող գնում Ադրբեջանն էլ ազող գնում արդեն տեսեք Թուրքիան բոլոր դիրքերը զիջում է ով որ ասում էր Էրդողանը եկել է հաղթելու ինքը բերեց դա 0 կոնֆլիկտ բարեհարևանների հետ բոլոր հարևանների հետ կոնֆլիկտ Հիմա Սիրիայի հարցում կոնֆլիկտ, Սիրիայի հանդեպ կոնֆլիկտը բերեց, որ Ջուլամին դրեց, Ջուլամին էլ բերեց Ալիևի ծոցը մտցրեց, ջհուդները հելել են նաև Ալիևի դեմ, չնայած ջհուդները դեռ քաշելիք ունեն։ Հերթով կներկայացնեմ։ Հասկանալի է այս խաղի բազմակի միջոցը, ով որ ասում էր Սիրժիկ Սարգսյանը շախմատիստ է, ընդհանրապես շախմատիստ բան չհասկանալով, քիթը քաշելով կոկաինը։ Շախմատիստ չի, միջազգային խաղացողները պոկերիստ են, որոնք երկու հատ երկուս են ցույց տալիս դիմացինի 4-10-ին հաղթում են բացելով հետո եւս 2-2 դառնալով 4-2 միատել ջոկեր այս ամբողջ խաղի իմաստը սրանք չեն կարողանալու արևմուտքի խաղը միշտ եղել է երկար թուրք ռուսականը կարճ ու անուղեղ որտեղ մտնում դուրս են գալիս պատմությունը ցույց է տալիս Եվրոպայի միջև հասել են կրակով թուրքերը եկան այստեղ Հայկական հարցի մեջ խառնուրդ տվեցին էլի ջուդախառը եկավ էստեղ, բայց քանի որ ջուդական պատմությունը ավարտման եզրին է, ես այս մասին բազմաթիվ եմ ասվել։ Սա գնալու է խաղի երկրորդ մասը եւ թուրքական ստեղծված այդ քոչորական պետությունը, որ ընդամենը 10 միլիոնս թուրքական պետական տվյալների իրենց մաքուր գիծ են համարել քոչորական ցեղը, իրենց ասած 87 միլիոն թիվավոր գրում են այ մարդ ժամը մեկ այդ թվի հանում են վաղը կարող ասեն Թուրքիան 120 միլիոն է հոասելով չի իսկ ամերիկյան տվյալներով մաքսիմում 62 միլիոն թվի մեջ պատկերացրեք ինչա կատարվել հիմա կանցնեմ մի քիչ պատմական Հայկոսի երկրների անունների վերծամանը որ բոլորիդ մոտ Այսպես մտածելու բան չի առաջացել, հետո կպատմեմ նրանց ղեկավարման կարգի մասին, մինչև որ դարն են ղեկավարները հայ եղել։ Հիշեցնեմ ձեզ, որ մինչև ջհուդական որոշումը 1897 թվականի Ավստրիայի որոշումը համաժողովը ընդամենը 20000 ջհուդ էր ապրում հայկոսների երկրում, որոնք իրենք անվանում են իբր Իսրայել, որը բառացի հայերեն նշանակում է Իծառայել, այսինքն հայերի ծառաներ, որոնք եղել են հայերը էշեշ տվել են իրենց փողերի եւ թիկնապաների գործը սրանց, որոնք է քանտին Հայաստանը։ Բայց ինչ ունի սկիզբ, հարգելինես, ունի վերջ։ Աշխարհի տերերը 69 միլիոն մոտավորապես 100 միլիոն տարի, 69 միլիոն տարի, ինչև է հիմա չտնեք միլիմետրով հաշվեք, մոտավոր եմ ասում դինոզավրներն էին, դինոզավրները չկան, այնպես որ ոչ մոնղոլները կան, ոչ դինոզավրերը կան, ոչ Ասուրեստանը կա հզոր, ոչ Բաբելոնը կա, հա, ոչ Խորհրդային Միությունը կա աշկների դիմաց, ոչ է մնացած պետությունները կան, ոչ ֆրանսիական, ոչ անգլիական կայսրությունները չկան, այնպես որ ամեն ինչը ունի սկիզբ ու վերջ, ով Աստծո դեմը նա գնալու է աշխարհին ոչ մի լավ բան չտված միշտ քանդել, խապկանք, սպանություններ, արյուն, 14 խաչակրաց արշամանք, որով քանդեցին հենց քրիստոնեական հայկական երկրները, Բյուզանդիա, արևելյան կայսրությունը, որը պայմանական անվանեցին Բյուզանդիա, Կիլիկիայի թագավորությունը, Փիլարոս Վարաժնու հսկայական պետությունը հայկական վերելու է մահվա, հասկանում ես ճիշտ ծագելով Սկսենք երկրի անվանումները, քաղաքների անունը, Աշկալոն, Աշկելոն, ինչ է նշանակում, ճանապարհը գտնվում է բառացի թուրքի պես, թարգմանել են, որ գտնվում է ճանապարհ դեպի ինչ, ծովային ճանապարհ դեպի եկող Հայաստան, հայկոսների երկիր, իրենք այսպես էլ ասում են, հայկական իմաստը լդրեք կարդացեք, աչք ելհոն, որ նույնն է նշանակում կամ ասքի հետո ելհոն,
Բառացի տարբերությունը եւ քաղաքի ղեկավարներն ու բնակչության մեծ մասը մինչեւ 1920 թվականը եղել են հայ ու կառավարիչները։ Հիմա կներկայացնեմ։ Եվ հայկոսները ունեցել են այստեղ 6000 տարի առաջ քաղաքներ, որոնք հայկոսներին են, որ ապացուցման գենետիկ, անթրոպոլոգիա եւ մնացած կոդերով։ Երուսաղեմի մասին ասել են, որ դարձել են իբր իրանցը, բայց իրենք չունեին իրավունք զենքով մտան եւ ես այս մասին պատմել եմ, երեք մեր խմբում պատմեցի, էլի կարճ կասեմ, որ Երուսաղեմ մտնում են հայկական թաղամաս Մոշե Դայանը, որը Իսրայելի պատերազմի աստվածն էր, զենքը դնում է հայրը Եղիշեև եպիսկոպոսի գլխին, ասում արա, այ հայ, վերջապես բոլորիդ վերջը տալու եմ, իսկ Եղիշե եպիսկոպոսը դա հզոր մի եպիսկոպոս էր, որին հարգում էին եւ ընդունում էին հավասար, նույնիսկ ավելի բարձր մամեդականների, տեղի բոլոր արաբ ժողովուրդը, նույնիսկ չթույլատրված բան, արաբ կանայք գալիս էին նրա ձեռքն էին ապրում։ Արաբ կանայք մամեդական, ոչ թե քրիստոնյա։ Եվ մեր հզոր եպիսկոպոսը, որ իրոք հայ էր, հանում է զենքը պահումավորեն լսի ասում այ քոչվոր։ Բավական է ես մի հատ ձայն հանեմ, որ ջիհադից բետար բոլոր մամեդական աշխարհը լծվի քեզ պատժելու։ Մոշե Դայանը զարմացած նայում է, կողքինները ասում են չանես ոչ մի բան, եւ ասում է դուրը գնա հակառակ կողմից փակի։ Հանում է հայկական թաղամասից ու Մոշե Դայանը այլևս չի երևում այդտեղ։ Այս է հայկական էֆեկտը։ Եվ Երուսաղեմի Ելուսաղեմ բառը, որը բնական հայկական իմաստն է, սա արդեն շատ երկար բան է ասում։ Այս ինչ որ ասում է, բոլորդ լսեք, պետք եղավ կբռնեք ցանկացած հրյայի, թարս կսարքեք Իրաքից եկող այդ գազամուղը եւ համապատասխան տեղը կնացնեք։ Մյուս քաղաքը, որը մինչեւ այսօր կոչվում է Արադ։ Ինչու Արադ կամ Արադ, եթե վերցնենք Արադը բնականաբար հայերեն գալիս է, բայց հայերը նման բառ չէին դնի քաղաքի վրա Արադ, անիծված, քանի որ բառը կապակցության մեջ վերջնական ա վերջավորությունը տալիս է, սա բառացի Արատա պետության ստեղծած քաղաքներ։ Արատա անհանել են, դեն սարքել են, թուրքի պես Շուշին Շուշա ֆրոցնում են, էլի, Արատա, եւ այս մասին շատ տեղեր կան եւ շատ հարցեր կան, որ գրված է քաղաքի հին անվանումը եղել է Արադ կամ Արատա, Արատա երկրից եկած հայկական։ Այսպիսի հսկայական քաղաքների անուններ Իսրայելը ունի այսօր 87 քաղաք, որից 60%-ը ստեղծվել է ավելի ուշ, 48 թվից քաղաք կա, 60 թվին, 78 թվին, 89 թվին, 95 թվին, որ սովետից եկած Ջհուդա խառը լցնի, բայց այս քաղաքներում նույնպես հսկայական հայկական տեղեր կան։ Եվ տեսեք, օրինակ, եթե վերցնենք այսօր Ցեֆար քաղաքը, որը իրենց լեզվով նաև հին լեզվով Սաֆեղ էր, Սաֆեգ եւ Հաֆես անվանումը ուներ, իրենք ասում են սա պապական մեր ստեղծած քաղաքն է, Հաֆես եւ Հաֆետ, Հապետ, հարգելիներս, Հապետը ում սերունդն էր, ասում Նոյի սերունդն է սարքե Հաֆեթը, Հաֆեսը, ինչ Հաֆես կամ ինչ Սաֆեղ ունի Սեմ, Նոյը կամ, որը դրանց հետ կապ չունի եւ Սաֆետ, Հապետ տարահնչյունության, ես այսպիսի բան բացատրեմ մամեդականների կողմից, որը սարքվեց քաղաքները միտումնավոր, օրինակ Իստանբուլը կամ Ստամբուլը, որը նույն Կոնստանտինոպոլիսն է, դիմացինը հանին Կոնստանտինոպոլ, Ստամբուլ կամ Ղանդահարը, ով կմտածի սա Ալեքսանդր Մակեդոնացու կողմից սարքված Իսկանդահար քաղաքն է, սկզբում Ալեքսանդրիա, հետո Իսկանդար, հար, վերջում հանեցին Ղանդահար, այսօրվա Աֆղանստանի Ղանդահար քաղաքը։ Այսինքն ես ընդամենը 87 քաղաքից, որից 20-25-ը նորակառուցված է, ես բացել եմ 1, 2, 3, 4։ 4-ը քաղաքներ բուն հայկական է։ Նոյը ով էր, Ջհուդ էր, հա որ ապրում էր բանը Արարատի վրա դուրս եկավ։ Բրավո։ Իսկ Հապետ ով էր, հայկական ծուղի Հաբեթը ղեկավարն է, չէ՞ մենք Հաբեթի ցեղի շարունակությունն ենք, չէ՞։ Ոնց եղավ որ այդ տարածքը հայկոսների կոչված տարածքը եւ Իսրայելի դա պատկանում է ոմն ջհուդական ուղղությամբ աշխարհոյական, որոնք ընդամենը տարբերվում են թլպատությամբ եւ ով որ այդ թլպատությունը սատանիզմը ընդունում է, ինքը դառնում է հրյա։ Անցնենք իրական պատմական մնացած մասին, հարգելիներս։ Երուսաղեմի հայ թագուհիներից ես նայեցի ընդամենը մեկին,
Ուրեմն Երուսաղեմը քանի թագուհի ունեցել է, բոլորն էթնիկ հայ կամ հայկական ծագմամբ են եղել։ Ես նայեցի թագուհիներից, օրինակ, շատ զարմանալի բան է դուրս գալիս իմ համար ծիծաղելի է, որ Երուսաղեմի հայ թագուհիներից սկսած Զաբելը, Սիբելը ասելով, հենց ինքն է եղել Աշկալոնա կոչվել հին հիմիկվա Աշկելոնի, կամ որ ասում է աչք ելհոն կամ ասկե հետո ելհոն ճանապարհի թագուհին, մինչև վերջը կամ որդին նրա Գիդե Լուսինյանը, Լուսինյանի ցեղը ամենաուժեղն է եղել, նրանք տիրել են փողով 40,000 ոսկե Բեզոնսով գնել է Բեզանսով, գնել է Կիպրոսը եւ այդտեղ հիմնվելով հայկական թիմի հետ։ Իմիջիալոց Բեզոնսի երկու կողմը բյուզանդական փող է հայկական, Լևոնի եւ Կոնստանտինը, որ ինչպես ներկայացրեց մեր բյուզանդակետ, մեր լավ գիտնական պրոֆեսորն անգամ հաղորդմանը Ուստիանը եւ այս Բեզանսը 20 բան է եղել, գրանտ է եղել, 20 անգլիական փող է եղել մեկ Բեզանս, այսինքն բազմապատկյան 28,000 եվրոպական փող է տվել, Կիպրոսը գնել է հայերով եւ այլն եւ 1199 թվականին անգլիացի Ռիչարդ Այռուցասիրտից գնել է եւ այնտեղ հայերի հետ միասին ստեղծել է պետություն։ Նաեւ Գիդե Լուսինյանի որպես նշված Մելիտին է թագուհին, հիմիշեցնեմ ձեզ, որ մալացիացին հույները լատինները ասում են Մելիտին է կամ հունական ձևով Մալացիայի անվանումն է, Գաբրիել Մալացիացին, որը Մելիտինեի հայրն էր, ամուսնության տվեցին նրանց ստիրելով հայկական հողերին, իմիջիալոց Փիլարոս Վարաժնունին հենց նշանակել էր Գաբրիել Մալացիացուն ղեկավար, որոնք միասին կարողացան քրիստոնեական այս մասը պահել եւ Մելիտինեն ամուսնացավ ֆրանսիացի Ֆուլկ Անժուանցու հետ։ Ես հիշեցրել եմ այս մասին, որ Անժուանի թագավորական տանը հայկական գիծ կար, որը կարող եք նույնիսկ վերցնել ֆրանսիական գեղարվեստական գրքի մեջ, ես ասել եմ Գրաֆինյա Կոմսուի Դեմոնսուրոյի մեջ, որ Անժուանի դուքսը հետագայում գալիս է իշխանության Ֆրանսիայում, նրա կողմը, որ հավաքվում են եկեղեցում, փակված գլխակով այս Լուսինյանների, ինչպես նաև տաճարականների ուղղությունը, որ գալիս է Ֆրանսիա, որ հանում է մեկը, բոլորը ներկայանում են, ասում է արքայազն անժուացի, մեկը բացում ասում բարոն դե Լուսինյան։ Այս Կիլիկիայի Լուսինյանների հենց այս ցեղն էր եկել։ Պարզա, եւ բացի նրանից նա ունենում է երկու աղջիկ, բացի Գիդե Լուսինյանից, որոնց ամուսնության է տալիս մեկին Բեհիմուդի հետ Անտիոքի դուքսի, մյուսին տալիս է Տրիպոլիի դուքս Ռայմոնդի հետ, այսինքն հայկական ուղղությունները հայերը այնքան էին բարձր գնահատվում այդ ժամանակվա եվրոպական արքունիքներում, որ հայ կանանց վերցնում էին արքունիքները եւ դարձնում էին թագուհի, չհաշված որ քաղաքի Երուսաղեմի դքսության ղեկավարները հիմնականում եղել են հայեր։ Լավ, ինչի էր Երուսաղեմի դքսության ղեկավարները հայ։ Ինչի չէր դրվում արաբ կամ կործանված քոչվոր ջհուդ, որևէ մեկը կարող է այս մասին ինձ ասի։ Սա նրա համար, որովհետև հայերը միշտ ի սկզբանե այդտեղի ապրողներն են եղել, որը բացատրվում է ոչ միայն հիմիկվա հանածներով, այլև դարերով հանած, իսկ Իսրայելի կառավարությունը ցանկացած հայի մասին պատմություն հանած վերցնում է էլեկտրական մակրիչը, չեմ կարող ասել հայկական տարբերակը, բան անում, բոլորը տաշում հանում է էլեկտրական տաշիչով, բոլորը ամրոցների, հին նշանակության քաղաքների եւ ամեն ինչի վրայից։ Նույնը կատարվում է նաեւ ջրուտների ձեռքով Նյուրնբերգում, ես ասել եմ, բազմիցս վիդեոները գցել, ձեզ ցույց եմ տվել։ Կիլիկիայի հայկական գերբերը խփված է, վրան ինչ որ բերել են բիտոնից կապիկ են կպցրել միտեղ, թե կապիկը ինչ գործ ունի, Կիլիկիայի դրոշի վրա կապիկ, ժողովուրդ քարի վրա կապիկա կպցրած բանով։ Հայկական տառերը փոխված է, ծերերից այնքան շտրիխ է տված, ոչ նախշա, ոչ բան, բայց այս տակից կարդում եմ հայկական բառեր։ Սա այն է, որ մեր դեմ աշխատում է մի հատ հզորագույն հսկայական սիստեմ, որ ունենում է իր վերջը, որտեղ երբ որ հայը արդեն հասկանում է իր տեղը, քանի դեռ հայը չի հասկանում փողին է տրվում, ինքը կործանվում է որպես ազգություն, ժողովուրդ ջան։ Իսկ երբ որ հայը արդեն փողից անցնում է հոգևոր արժեքին որպես Աստծո հաջորդ, ինքը վերածնունդ է ապրում։ Այն մարդը, որ փողով ծախում է իր ազգը, ասում է փող տվեք, այն արդեն կործանված է, դու վերածվում ես վաշխառու ջհուդի։ Եվ այս անեկդոտը պատմում եմ, այս ավելի շատ անեկդոտ չի, իրականություն է, որը ջհուդների վերաբերվող բան է։ Ջհուդին ասում են, որ գիտես ինչ կա, եթե ուզում ես դրախտ տնկնես,
տնեցիների բոլորի անունները կփոխես, կդնես Աստվածաշնչյան անուններով, որ մեռնելուց մեկին գոռաս, Աստվածաշնչի անունա գոռաս, դրախտ տնես։ Ասմա դրախտից որևէ բառ կասես, դրախտ տնես, հա։ Այս ջուդը մահանալուց ալնում, պարկածա ծանր սեն շնչում է, մեկ է մոտենում են ընտանիքի անդամները, սենց հեվալով, ասմա Սարա, ասմա ստեղ եմ, ասմա Աբրահամ, ասմա ստեղ եմ, ասմա Իսահակ, ասմա ստեղ եմ, արա ասմա սաղըտ ստեղ եք, ասմա հա, արա բա խանութում եք թողեք, խանութի վրա մահանում է, այսինքն ինչ էլ անի, ջուդը դժողքի բաժին է, հասկանալի, հա, ով պաշտպանում է այս թեզիսը, այս ուղությունը, նրանք բոլորը դժողքի բաժին են դառնալու։ Ես հիմա չեմ ձեզ վախեցնում դժողքով, իրական կյանքն էլ է տենց։ Միլիարդավոր հարուստներ աշխարհում ինչի սենց հարուստներ են եղել։ Ոչ մեկ ոչինչ չեն թողել, կործանվել գնացել են։ Եթե ասում եմ աշխարհը սենց, հիմա կմնար պայմանագրերից, որ ասում եք թուղթ կստորագրի Նիկոլը։ Եթե լներ սենց, հիմա աշխարհը ամբողջությամբ կգնար այդ թղթերի հետևից։ Սենց պայմանագրեր է ստորագրվել։ Հռոմի բոլոր պայմանագրերը կանցներ, Տիգրանի բոլոր պայմանագրերը կանցներ, ցարական Ռուսաստանի բոլոր պայմանագրերը կանցներ, բարձր։ Ու այսպես մոնղոլների, սելջուկների մնացածի չէ որ պայմանագրեր ա եղել։ Իսկ ինչպես ասում է մեր լավագույն ընկեր Բեկթաշյանը շատ հոյակապ մեկնաբանելով, որ թուրքը չունի խաղաղություն բառը, թուրքի մոտ միայն կոչվում է բարիշել, որը բառացի նշանակում է բարիշգլի, դա պայմանավորվածություն, բոլոր պայմանագրերը բացեք թուրքերենից, թարգմանեք, չի գրվում պայմանագիր, գրվում է բարիշգլի, այսինքն պայմանավորվածություն, թուրքը սեր, ես իմ հարգանք սիրտ, կռիվ, նման բառեր չունի, թուրքը միայն պայմանավորվածություն է։ Ինքը քոչվորական ստեղծված այն ուղղությունն է, որին ժամանակին ես ասել եմ, ոնց եղավ որ 400,000 քոչվոր եկան ամբողջ հսկայական կայսրությունը հայկական գրավեցին, ի նկատի ունեն Բյուզանդիա պայմանական, որի բնակչությունը եւ կառավարողները, որովհետեւ նրանց հետևը կանգնեց փողը, բայց փողը միշտ չի որ առաջնություն է տալու։ Փողը ապրելու միջոց է, բայց փողը դա Աստծունը չէ։ Ես կարող եմ երկար խոսել բազմաթիվ պատմական մասերից, այսօր միջայլոց ես հաղորդումը նվիրում եմ այն մարդկանց, որ ասում են մի քիչ պատմականը շատ ասա, բայց պատմականն էլ պետք է այդքան շատ չլինի, որ գլուխ չցավան, այսինքն եկած ինֆորմացիան իմը ոչ թե պատմության դասա ու թվերը, այլ վերլուծական։ Այսքանով կավարտեմ այսօրվա հաղորդումը, հարգելիներս, հիշեցնեմ ձեզ, ովքեր կցանկանան միանալ մեզ ամսի 24-ին ապրիլի ժամը 11-ին, թող լինեն համալիրի աստիճանների մոտ, որպեսզի մենք մեր հարգանքի տուրքը մատուցենք Եղեռնի 3 միլիոնից ավել հայերի հիշատակին։ Կգնանք այնտեղ, կտեսնենք մեր տրաֆարետները, դրոշները։ Եվ եւս հիշեցնեմ ձեզ, որ ամսի 23-ին Երևանի ժամանակով 22:00-ին մենք on-line եթեր կունենանք, հետագայում դա կգցենք YouTube, մեր հասարակական գործիչ եւ պատմաբան Ստեփան Հասան Ջալալյանի հետ, որը Արցախի Հասան Ջալալ Դոլայի իրական սերունդն է եւ շատ կարեւոր հարցեր կտանք։ Այսքանով ավարտում եմ եւ բերեք միասին աղոթենք եւ առ-երկինք ուղարկենք մեր սրտի ցանկությունը, բայց սրտանց ոչ թե այնքան որ Աստված թող արժանին պատժի հայազի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որտեղ նրանք չերևացող են, տականք են, ծախված են եւ մեջքից խփող։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիների։ Հաջորդ տարի Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարի Վանանդում, Մուշում, Վանում, Սասունում, Բաբերդում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն